Տոնային շինթույլտվությունների համակարգը, որ եկան ասեն նորն էլ վարչապետին կառավարությունը հավաքվել են, շատ լավ համակարգ է էլեկտրոնային աշխատանքը, էլեկտրոնային համակարգը շինթույլտվությունների ողջ երկրում։ Մեկը հարցնի մարդկանց, ովքեր օգտագործում են, այդ համակարգը աշխատում է, ընդհանրապես կարող են այդ հարցը լուծել։ Կամ ընդհանրապես եվրոպական, այսպես ասած, եվրոինտեգրման ինչ-որ օրենքներ եք ընդունում եւ այլ։ Կարդացել եք եվրոպական խարտիան տեղական ինքնակառավարման մարմինների։ Պետությունը պետական մակարդակով ստացա մի հատ համակարգ, որը դրանով պիտի Երևան քաղաքը կամ Գյումրի քաղաքը դա շինթույլտվություն։ Բայց շինթույլտվություն տալը դա Գյումրի քաղաքի լիազորությունն է։ Պետություն դու ինչ իրավունքից քիթ մտցնես այդտեղ։ Այս շիլաշփոթը այդ մաս ու ծավալներն են մեծացել։ Դա խնդիրը։ Այսինքն եթե մենք պայմանական նախկինում ինչ որ պատճառով Հյուսեն պողոտա կամ քաղաքենտրոնը մի քանի կառուցապատողներ էին, հիմա ով ասես կառուցապատողա դա, ով ասես կառուցում է, անտեր ու դուս։ Որոշակյալ շուկան ազատականացվել է, բայց դա մենք որպես հասարակություն շատ թանկ ենք վճարելու։ Բոլոր այս սխալները մենք թանկապատում մի քանի անգամ շատ ենք տալու։ Եկամտային հարկի վերադարձի հիմակվա այս պահին տարեկան բանը, փոխհատուցում, որ պետություն վերադարձնում է, մոտավորապես խոսքը գնում է 150-ից 200 միլիոն դոլար ամեն տարի պետությունը եկամտանակով վերադարձնում է հանրությանը։ Հիպոթեկային վարկերը վերցնել 10-15-20 տարվա ընթացքում։ Այսինքն մենք վերջի 5-6 տարվա ընթացքում պետությունը մոտ 3 միլիարդ դոլարի պարտավորություն է ստանձնել կոնկրետ ոլորտը բանանելու, զարգացնելու։ Հետո ասում են ինչու հիպոթեկային տոկոսները չի իջնում, որտեղ ոչ մեկի հետաքրքիր չի հիպոթեկային տոկոսը ինչքանով, որտեղ մենք ենք վճարում։ Բանկերը հիպոթեկային տոկոսները չեն իջացնում, որտեղ մարդիկ քաղաքացիներ չեն, քաղաքացիները բոլորը գնում են այն տունը, որը կարող են փոխհատուցում ստանալ։ Եվ հիմա տեսեք շղթայական դա ոնց ազդեցություն տնտեսության մյուս ուղղություն